Ռեպրեսիա ասելով մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին է գնում խոսքը, դրա օրինակ տարբեր բաների մասին է գնում խոսքը։ Ես բերեմ երևի մեր համար ամենակարևոր օրինակը Գյումրի ընտրությունները, որը որ ամենազգալի հաղթանակն էր, ու հետո Նատալի եկեղեցուն գրվան։ Տեսեք, մենք շատ լավ տեսանք ինչ կատարվեց, երբ որ Մարտին Գրիգորյանին ձերբակալեցին ու փորձեցին ճնշել։ Մարտին Գրիգորյանը իմ աչքի առաջ 10%-ից բարձրացավ 15, բուկվալ 2 ժամ։ Իսկ ցանկացած մինչև այդ ֆլուկտուացիա, то есть բարձրանալիչները կատարվել է այլ տեխնացուների հետ։ Ուրեմն այդ տիպի ձերբակալությունները, եթե խոսքը ձերբակալության մասին է, իրանք բերելու են հակազդեցության։ Կոնկրետ ոնց է դա կատարվելու այդ հակազդեցությունը ես չեմ կարող ասեմ, խաղի կանոնները, այդ սոցիոլոգիա չի, թող կուսակցությունները շատ կարևոր բան է, ես ասացի նաև որ սոցիոլոգիական տեսակետից կա մի թիրախ, եթե ընդդիմությունը այդ պահի, ապա հաջողություն կլինի, բայց թե ոնց են դա իրենք ուրեմն հակազդելու եւ այլն, ժողովուրդը դա չի ընդունելու, չի ընկալելու եւ քրեակցիաները դա կերևա։ Հիմա թե դա դրանից հետո միտինգ կլինի, դրանից հետո ինչ-որ եթեր կլինեն, թե ոնց ես չեմ կարող պատասխանել, բայց հասարակությունը դες բան չի ընդունում։ Ուրիշ ռեպրեսիաներ ես չեմ կարող ասեմ, փորձը չկա չեմ կարող ասեմ, բայց ընդհանուր առմամբ ասեմ, որ ռեպրեսիան չի ընդունվում եւ հատկապես այն պարագայում, երբ որ մեծամասնությունը քեզ դեմ, դու ընդհանրապես կատաղացնում ես այդ մարդուն։ Ռեպրեսիան բերելու է ընտրական ակտիվության բարձրացման 100%։ Դու չես որոշում, թե ով է իշխանություն։ Հայաստանի քաղաքացին գիտի, որ ընտրողը ինքն է լինելու ու եւս մի բան ասեմ, շատ կարևոր էր Գյումրի ընտրությունը նրանով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գրեթե առաջին անգամ, չնայած տարբեր կողմերից ուրեմն կար պրոպագանդա, որ ընտրությունները ոչ մի բան չի որոշում, Գյումրիում մարդիկ պարզ հասարակ տեսան, որ իրենք ոչ պետք է գնան փողոց, կորգրան, դուրջ արտեն ես անեն ամեն, իրենք ժամը իրենց ուզած 2-նա, 3-նա, 4-նա գնում են ընտրատեղամաս, ուրեմն իրենց գործ անում են, գալիս են տուն, առավոտը զարթում ենք, տեսնում ենք, որ իշխանությունը փոխվեց։ Դեպապես հայ ընտրողը գիտի շատ պարզ, որ ինքը ընտրություններին պետք է գնա մասնակցի, դա քաղաքացիական պարտ գնա ու ինքը անելու է, դա պատրաստ է։ Եթե ընդդիմությունը չհիասթափեցրեց, ապա քաղաքացին իր պարտքը կկատարի։ Մեծ մասը հասարակության ուզում է ու պատրաստ է։ Ուրեմն հարգարժան խոսացողները ասցին նաև, որ կա հատված, այսպես կոչված սերվիզոնա, որոնք որ դեռ չեն որոշել, դա չի նշանակում, որ իրենք կարծիք չունեն։ Իրենք կարող է մտածում են ապրելու երկիր դաշնակցություն, թե եւ այլն, դա կա։ Ասենք, տեղել են կրկնում տարբերություններ ընդդիմության մեջ, նորմալ են մարդկանց համար, օքեյ, տարբերեք, խոսացեք կընտրեմ, բայց դա չի նշանակում, որ էլ եմ կրկնում, ընդհանուր մատրիցան փոխվում է, ընդհանուր մատրիցան իշխող ուժի դեմ է։ Նա միայն ճիշտ պատասխաններ, ճիշտ ելույթներ, ճիշտ թիմեր, ճիշտ օրակարգեր, տեսեք, միասնությունը եթե միասնական տեխնացու չի, դա չի նշանակում, որ միասնություն պետք է չլինի։ Ես նշեցի, որ օրինակ, տեսեք, տիկին Իվետան ասեց առաջարկ Հայաստանին, որ բրենդ է եւ այլն, դա Android է, չէ, փաստացի, ճիշտ եմ հասկանում, իսկ open code, արի գնի, կա Apple, թանկանոց լավ հեռախոս է, ոչ ոք դեպ չի, չէ դրան, այսինքն, եթե դու չես կարողանում միավորվես միասնական տեխնացու, ինչը հանգարում մնացած բոլոր կուսակցություններին ինչ որ ձևեր գտնել, որտեղ իրենք կարող են
փոքր միասնություններ ձևավորել։ Հետևաբար, եթե ես ասում եմ, որ սոցիոլոգիան պահանջում է միասնություն, դա որևէ ձևով չի նշանակում, որ միակ տարբերակը միասնական տեխնոլոգիան է։ Իդեալական է, իհարկե, չի ստացվում, թե նստեք միասին հասկացեք, թե ոնց եք մնացածը անում։ Ինձ թվում է, որ ես վերջնական իմ խոսքում նույնպես կասեմ, որ ես համոզված եմ, որ եթե մեծ սխալներ թույլ չտան նույնությունը, բոլորը 3 գումարած 4-ի իր գործանի, հաղթանակը չեմ կասկածում, որ կլինի ընդդիմադիր ուժերին։